այդ պաշտամունքը, որը մարդու հոգու աշխարհում է տեղի ունենում, որովհետև երկու ժամ, մի ժամ հետո հավաքույթը կավարտվի, մենք կգնանք մեր սենյակները և այդպես շարունակ, բայց պաշտամունքը մարդու հոգու աշխարհում է տեղի ունենում, որովհետև Աստված հոգի է, գրված է նրան երկրպագողներն էլ պետք է նրան երկրպագեն հոգով և ճշմարտությունով։ Եվ դարձյալ Սաղմոսի մեջ գրված է ես կքնանամ, բայց իմ սիրտը արթուն է, մարմինը քնած է, բայց մարդու մեջ այդ երկրպագությունը և պաշտամունքը չի ընդհատվում։ Աստված օրհնում է սիրելի երիտասարդներ, ես էլ ձեզ հետ միասին, որպեսզի այդ պաշտամունք, այդ երկրպագությունը, որտեղ լինենք, ինչ միջավայրում, տանը, ճանապարհին, ուսման տեղը, թե աշխատանքի վայրում, դա շարունակվի։ Եվ այդ կապը երբեք չընդհատվի, և այդ կապը երբեք չվնասվի։ Մարդը ինչ էլ կորցնի, սիրելիներ, երկրի վրա, մարդը կաշխատի ձեռք կբերի։ Դա չի կարող դառնալ մարդու համար վիշտ, ցավ, ապրելակերպ, Տիրոջ ներկայություն մարդ չկորցնի։ Տեսեք ինչի վրա մենք պետք է դողանք, սիրելիներ։ Դա ամենակարևոր բանն է, ինչ էլ ես կորցնեմ, Տիրոջ ներկայությունը չկորցնեմ իմ կյանքում, այդ մտերմությունը, այդ հարազատությունը։ Տեսնում եք, ինչքան կարևոր բան կա, որ հակառակորդը ուզում է, որ մենք այդ ուղղությամբ ոչ աղոթենք, ոչ այդ ուղղությամբ մենք պատերազմենք, ոչ էլ դա լինի մեր տեսադաշտում, Աստված օրհնի մեր բոլորին։ Սիրելիներ, ես ուզում եմ այն ինչի մասին, որ իմ սրտում կա, իմ համար և եկեղեցու համար, Աստծո ընտանիքի համար, իսկ այստեղ հավաքվել Աստծո ընտանիքը, մենք Աստծո ընտանիքն ենք, բոլորս անխտիր։ Եվ սիրելիներ, քանի որ պատերազմը շարունակվում է հոգևոր, դա մարդու հետ չի, դա այս օդի իշխանի հետ է։ Եվ մենք տեսնում ենք, չէ՞ պատերազմը։ Կարող է մենք իրան չտեսնենք, կարիք էլ չկա, սիրելիներ, որովհետև ինքը իրանից ինչ է ներկայացնում, որ ես ցանկանամ իրան տեսնեմ, բայց մենք իր գործերն ենք տեսնում։ Եվ քանի որ պատերազմը շարունակվում է, եւ այդ պատերազմը անհատական է, սիրելի քույր, սիրելի եղբայր, եւ այդ պատերազմը մենք պետք է պատերազմենք, եւ սիրելիներ, որպեսզի այդ պատերազմը մենք պատերազմենք, եւ չհուսահատվենք, հուսահատության գիրկը մենք չընկնենք, ինչ է պետք առաջի դարի եկեղեցին, որ ինքը կանգուն էր, եւ այդ հալածանքի նման մենք հալածանք չենք տեսել, սիրելիներ, տեսել ենք հալածանքներ, բայց դրանք չի կարելի համեմատել առաջի դարի եկեղեցու հալածանքի հետ։ Եվ ինչն էր պահում, ինչն այսօր պահելու ինձ ու քեզ, անկախ մեր սեռից, մեր տարիքից, մեր կրթությունից, մեր հոգևոր գիտելիքներից և դիրքից, ես կարդամ ինչն է պահելու, հետողությամբ իմ սրտում կա, որ շարունակեմ սիրելիներ այն, ինչ որ խոսում էր մի երկու օր առաջ։ Գործք առաքելոց 16 գլուխ 5 խոսքն էր։ Ես ուզում եմ շարունակեմ, որովհետև շարունակություն կա և խոսքս կբերի իր տրամաբանական աղոթքին։ Կարդամ այդ խոսքերը, այն ժամանակվա եկեղեցու
կարգավիճակը, սիրելիներ, ամենիքը, աղոթքը, կարդամ ինչով էին զբաղվում այն ժամանակվա եկեղեցիները, այսինքն Աստծուն երկրպագողները, եկեղեցիներն հավատքի մեջ կհաստատվեին և օր անոնց թիվը կավելնար։ Մեկ այլ բան է գիտելիք ձեռք բերել, մեկ այլ բան է, երբ որ այդ հոգևոր գիտելիքի վրա ես հաստատվել եմ, դա իմ հիմքն է, իմ ամրությունն է, իմ հենարանն է, երբ որ անձրևները, փոթորիկները գան, երկրաշարժի հոգևոր իմաստով, ոչ թե սիրելիներ ինչ-որ երկրագնդի վրա տեղի ունենում, ես շարունակեմ երկրպագությունը, ես չթուլանամ, չհուսահատվեմ, չկոտրվեմ, դրա համար այն ինչ որ մենք լսում ենք, կարդում ենք, երանի նրան, որ դա իր հաստատությունն է, ում վրա է հենվես, որ եղբոր վրա է, այդ եղբայրը հավիտենական չի, ժամանակավոր է, Տերը մի օր իմ կողքից կվերցնի այդ եղբորը, ամենալավ եղբայրը, ամենասիրելիներ, հեղինակավոր, օծություն ունեցող, Տերը մի օր կվերցնի, եկավ մի օր Տերը Մովսեսին ասեց, հավաքի վեշի հետ դու պիտի գաս, թե չէ սիրելիներ, իսկ Մովսեսը ինձ ձևի առաջնորդ էր, չէ, թե չեղավ այդ բանը, Պողոսին, Պետրոսին և շատերին Աստված օրհնի, ես միշտ էլ հոգևոր մարդկանց կարիք ունեմ, իրանց խորհուրդի կարիքը, ես չեմ խուսափում նման մարդկանցից, իշխանին կողքին շատ լինեն, այնքան իմ օգուտն է և շահն է, սրա մասին չի խոսքը, բայց ես պետք է ունենամ հենարան ինձ համար, որ այդ հենարանը երբեք ինձանից չի վերցվի, իմ բոլոր դժվարությունների, պատերազմների և նեղությունների ժամանակ այդ հենարանը կարող է ինձ պահել, իսկ դա այդ հաստատությունը Սուրբ Գիրքն ասում է, եկեղեցիները հավատքի մեջ հաստատվում են, սիրելիներ, ինչի համար է պետք այդ հաստատությունը, այս կարդամ, սիրելի երիտասարդներ, և ինչը պետք է մեզ պահի, կարդամ այդ խոսքերը և այդ ուղղությամբ մենք մի քանի տեղեր պետք է նայենք, որպեսզի կարողանանք միտք առնենք, այդ ուղղությամբ աղոթենք, աշխատենք, անհանգստանանք, սիրելիներ։ Ես պետք է կարդամ այդ խոսքերը Պետրոսի թղթից։ Առաջի թուղթ Պետրոս 5-րդ գլուխ 8 և 9 խոսքերն են կարդում, սիրելիներ։ Արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը Սատանան մրնչող առյուծի պես կպտտի ու կփնտրե, թե ով կլլե։ Եվ 9-րդ խոսքը, անոր դեմ կեցեք, հավատքով հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն են, աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Մրնչող առյուծի դեմ դնելու, դեմ կենալու, ինչ զենք կա, սիրելիներ։ Վերջը ինձ զենք ապել, չէ, ես դուրս եմ եկել պատերազմի, ես պատերազմ եմ հայտարարել և օդի իշխանի դեմ, և իմ մեջ եղած մարմնի ցանկությունների դեմ, թե ոչ, այն օրվանից, որ Տեր Հիսուսին այո եմ ասել, այդ օրվանից այդ պատերազմը հայտարարվել է, և մինչև հիմա շարունակվում է, և մինչև իմ կյանքի ավարտը այդ պատերազմը շարունակվելու է, որովհետև ես համաձայն չեմ իր հետ, ինքն էլ իմ հետ, ուրիշ բան, եթե համաձայն լինեմ, պատերազմը կդադարի, բայց ես չեմ ուզում համաձայն լինեմ, սիրելիներ, ես ցանկություն չունեմ, դրա համար
Այդ պատերազմը հայտարարված է, Տեր Հիսուսն էլ այդ պատերազմը պատերազմել, և նաև առաքյալները, դեմ կենալու համար մի բան է պետք, սիրելիներ, այդ հավատքի հաստատությունը, մենք որ հաճախակին գնում ենք վախի մեջ, երկյուղի մեջ, ընդամենը մի հատ սուտ միտք կա եկել, միտք, որ միտքը իրականություն չի, դա սուտ է, 100% սուտ, բայց միտք կա, մեր ոտքերը դողում է, մեր ծնկները, մենք շփոթվում ենք, մենք խառնվում ենք, մեր մեջ վախն է գալի, դողն է գալի, բայց դա իրականություն չի, ընդամենը միտք է, ինքը իշխանություն չունի մեզ ստիպելու, որ այդ մտքերը մենք ընդունենք, Աստված իշխանություն չի տվել իրեն, մենք Տիրոջն ենք պատկանում, ինքը իշխանություն չունի, մենք ունենք ազատ կամք դեմ դնելու, բայց եթե մենք հավատքով այդ հաստատության ընթացքի մեջ չենք, հաճախակի այդ մտքերը մեզ բռնում են, և մենք հայտնվում ենք վախի երկյուղի մեջ, սիրելիներ, և չենք կարողանում շարունակել մեր երկրպագությունը, պաշտամունքը և պատերազմը, խնդիրը այստեղը, ջրով մկրտված, հոգով մկրտված, Աստծո խոսքը ունի, երկնքում հայր ունի, ինչու՞ն է խնդիրը, սիրելիներ, ինչու՞ն է, ձեր մեջ նորից եմ ես ասում, Աստծո խոսք կա, թե չկա, ձեր մեջ Աստծո խոսք կա, մնում է, որ դա ձերը լինի, դուք հաստատվեք այդ հավատքի մեջ, խոսքի մեջ, և դա ձեզ պահելու է, սիրելիներ, մի քանի օր հետո ամեն մեկը գնալու է ձեր ընտանիքները, ընտանիքներ կան, որ հոգևորներ չեն, հոգևորներ են, ձեր տարածքները, ուսման վայրը, աշխատանքի վայրը, սա լավ միջավայր է, առավոտվանից աղոթքաշողով, պաշտամունք, երգ, հոգևոր հաղորդակցություն շատ լավ է, սիրելիներ, իմ համար էլ լավ է, Պետրոսի համար էլ շատ լավ էր, խանգարող չկար, հալածող չկար, չէ այլակերպության դեռան վրա, և Պետրոս ասում էր ինչ լավ տեղ է, խրճից սարքենք, մեր հետ կրնեն հին ուխտի երկու մարգարեները, Եղիան Մովսեսը, Տեր Հիսուսն, մենք էլ պրոբլեմ չունենք, ոչ ուտելու, ոչ հարբնելու, ոչ աշխատելու, խնդիր չունենք, իրանք մեր հետ են, մենք էլ ապահով ենք, բայց Հիսուսը չէր եկել, որ մի քանի հոգի մեկուսանան իրանց համար, մարդկանց հետ չշփվեն, Հիսուսը դրա համար չէր եկել, Հիսուսը եկել էր, որպեսզի իր հետևորդները հաստատվեին հավատքի մեջ և շարունակեին Հիսուսի գործը, դրա համար էր եկել, նա չասեց, ճիշտ ես ասում, մենք խրճիթները սարքենք, որպեսզի մենք միասին ապրենք։ Ես հիշում եմ, տարիներ առաջ ճամբարում անգամանում չէ, միտեղ ճամբարել կարևոր չի վայրը, վրեժ երբ որ հետ էին մանկապատանիական ճամբարել, հիմա պատանիներին արդեն պետք է տուն ուղարկենք, որ երիտասարդական լինի, մի հատ պատանի քույրիկ լացում է, ասում է, ինձ այդ ասում է, դժոխքի աշխարհը, մեղքի աշխարհը մի ուղարկեք, աղջիկ ջան, եկել այն ժամանակը դու պետացկո ընտանիքը, այտենց է, այդ հաստատությունը եթե կա, ես չեմ վախում, ինչ միջավայրում եմ ապրում, ինձ հասկանում են, թե ոչ, ինձ ընդունում են, թե ոչ, իմ կարծիքները կիսում են, թե ոչ, մի բան կա, որ պահում է, ես ինձ չեմ կարող պահել, չի գալու այդ օրը, որ ինձ պահեմ ես, դու էլ քեզ չես կարող, դրա համար պահող բան կա, և դա առաքյալներ ունեին սիրելիներ, դա Հիսուսներ ուներ, և դա նրանց պահեց,
պահեց, այո, դերթը մերն է, այ քոնն է, իմն է, այնպես չի, որ հատուկ մարդկանց համար է դա, հատուկ են եղբայրների համար, այդպիսի բան չկա, դա ձեր համար է, դա իմ համար է, դա բոլորիս համար է, Աստված օրհնի, որ մենք այդ ուղղությամբ աղոթենք և այն ինչ որ լսում ենք, կարդում ենք, դավանում ենք, մարդկանց մենք ասում ենք, մենք դրա մեջ հաստատվենք։ Ես ուզում եմ սիրելիներ Սուրբ Գրքից կարդալ հետևյալ տեղը, թող Եփեսացիս 6-րդ գլխից ես շատ հայտնի տեղ եմ ուզում կարդալ մեր բոլորի համար։ Ձեր վրա հագեք Աստծո սպառազինություն, որպեսզի կարող ըլլալ սատանայի հնարքներուն դեմ դնել։ Այո, այդ հնարքները կան, մենք տեսնում ենք, և այդ հնարքներին դու պետք է դեմ դնես։ Դրա համար այդ սպառազինությունը պետք է մեզ, սիրելիներ։ Պետք է մեզ այդ հաստատությունը, որ մենք հաստատված լինենք հավատքի վրա, այդ ժամանակ մենք չենք գա այդ մտքերի մասին խոստովանենք ինչ-որ բաների մասին, որոնք նայում ես, դրանք չեն կարող մարդուն խանգարել, որպես ինքը քայլի Տեր Հիսուսի հետքերով, դրանք չեն կարող սիրելիներ։ Տեր օրհնում է բոլորին, որ եթե չկա այդ հաստատությունը, ինչ է տեղի ունենում, դրա մասին եմ ես ուզում եմ խոսել նաև մյուս կողմի մասին, դրա համար ես պետք է կարդամ առաջի թուղթ Տիմոթեոս, առաջի գլուխ 19 խոսքը, և սա Պողոս առաքյալը գրել է Տիմոթեոսին, որովհետև Պողոս առաքյալը տեսնում էր, որ դրա անհրաժեշտությունը կա։ Եվ ինչ է գրում 19 խոսքի մեջ. «Եվ ունենաս հավատք ու մաքուր խշմտանք, որ մեր քանիները իրենց մեկդի ձգելով նավակոծություն կրեցին հավատքի կողմանը։ Եղել են մարդիկ, ովքեր ունեցել են լավ սկիզբ, լավ ընթացք, բայց սիրելիներ տեղ չեն հասել, հավատքի կողմանը իրանք նավակոծություն են կրել։ Իսկ հավատքի կողմանը նավակոծություն չկրելու համար մենք պետք է հավատքի մեջ հաստատվենք։ Այդ փոթորիկները գալու են, դրանք անխուսափելի են, մենք ուզենք, թե չուզենք։ Ինձ էլ դուր չեն գալիս այդ փոթորիկները, սիրելիներ, երբ որ իմ ճանապարհին հանդիպում են։ Չեմ էլ ուզում, դուրեկանել չի, բայց դրանք գալիս են, չեն հարցնում մեր կամքը։ Մի կողմից էլ ես տեսնում եմ, որ դրանք օգնում են ինձ, օգնում են տեսնելու այսքան տարիներ ես ինչ եմ աղոթել, ինչ եմ լսել, ինչ եմ խոսել, քարոզել, ինչ եմ արել, իմ կյանքում ստացվել է, հավատքի մեջ հաստատվել, թե ոչ, դրանք գալիս են, ցույց են տալիս, փորձում են։ Եթե փոթորիկը գալիս է ու տունը փլուզվում է, շինությունը, հիմա այդ շենքը որ սարքել է փոթորիկին մեղադրի, անիմաստ մեղադրանք է, սարքած շինությունը ամուր չէր, չուներ հաստատություն, փոթորիկներ եկան, բոլորը մաքրեց տարավ, ինչ, փոթորիկին մեղադրելով հարցալուծվում, չէ, հարցը լուծվում է այն ժամանակ, երբ որ մարդը սկսում է շինարարություն անել, ու այդ իր շինություն ունի ամուր հաստատություն,
որ փոթորիկը եւ քամիները գան, իր շինությունը կանգուն մնա եւ չվնասվի։ Հոգևոր կյանքն էլ մի շինարարություն է, բոլորը թե շինում եք։ Ինձանից սկսած բոլորը թե զբաղված եք շինարարությամբ, սիրելիներ։ Եվ մեր շինությունը հաճախակի Տերը թույլ է տալիս, որ փորձվի։ Դա մեր օգուտն է, դա մեր շահերից է բխում։ Որպես ես արթնանամ, սթափվեմ, ժամանակը պարապ չվատնեմ, միայն չգամ եւ գնամ, ինչ-որ գիտելիքներ ձեռք բերելով։ Նաեւ ես հաստատվեմ, շինվեմ, աչեմ, կայանամ, սա շատ կարևոր բան է, սիրելիներ, սա լուրջ բան է։ Եվ այն ժամանակվա եկեղեցին, նայեք ինչ կարևոր բանով էր զբաղված, ինչ կարևոր խնդիր ուներ իր առաջ։ Եվ դա եկեղեցու առաքյալների ուշադրությունն է։ Երբ որ միտեղ եկեղեցի էր հաստատվում, Պողոս առաքյալն ասում էր, հետ վերադառնանք, այդ եկեղեցիները հաստատելու համար, մարդը հաստատվելու կարիք ունի, սիրելի, հաստատության կարիք ունի, որ այդ մարդը ամուր կանգնած լինի այդ հաստատության վրա։ Տերը օրհնի ձեզ, դուք ունեք շատ հնարավորություն, ունեք Աստծո խոսք, շատ լավ եղբայրներ օրհնյալ, Աստված պակաս բան չի թողել, ինչ է պակաս թողել, ինչ չի արել մեր համար, մեր կայանալու, մեր հաստատվելու, մեր աճելու, լցվելու, մի պակաս բան թողել է, ես չեմ տեսնում, իմ համար ես չեմ տեսնում, նա ամեն բան արել, իմ համար կիսատ բան չի թողել, որ ես իր կիսատը լրացնեմ, ես պետք է տեսնեմ և դրանից օգտվեմ, լցվեմ և հաստատվեմ, սիրելի։ Որովհետև Տեր Հիսուսը խաչի վրա ասեց ամեն բան կատարվեցավ։ Նա ամեն բան կատարել է։ Ձեր մտքով չանցնի, որ Տերը ինչ-որ բան թողել է, որ դու պետք է անես, դա էլ այնքան ծանր լուծ է, այդ ինչ ծանր լուծ է թողել Տեր Հիսուսը, որ անտանելի է։ Այդպես բան չկա, սիրելիներ, չկա նման բան։ Տեր օրհնի ձեր բոլորին։ Ես մեկ-երկու տեղեր եմ ուզում կարդալ, Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ, ես պետք է կարդամ մեր բոլորի համար 31 և 32-րդ խոսքերը։ Ղուկաս ավետարան 22 գլուխ 31 և 32 խոսքերն եմ կարդում։ Տերը ըսավ. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խարվալեր, բայց ես քեզի համար աղոթ կրի, որպեսզի քու հավատքը չպակասի, ուրեմն հնարավոր է, չէ՞ պակասի, սիրելի։ Կա պակասել, կա ավելանալ, հաստատվել, երկու կողմներ մենք պետք է նայենք երանին նրա, ում հավատքը չի պակասում, ավելանում է, հաստատվում է դրա մեջ, ամրանում է, և դու երբ դարձի գաս, քու եղբայրները տալ հաստատվես։ Աշակերտները հաստատվելու կարիք ունեն, սիրելիներ, նրանք առաքյալ են կոչում, նայեք Տեր Հիսուսը աղոթք արեց Պետրոսի համար և ասեց, որ երբ որ դու դարձի գաս, քու եղբայրները տալ հաստատես։ Մենք գիտելիքի պակաս չունենք, ես միշտ էլ ասել եմ, սիրելիներ, և դրանում ես համոզված եմ։ Ինտերնետից իշքան գիտելիքներ են այսօր երիտասարդները լսնում, անվանում, որ իրանցը չի, իրանց չի բացվել, այդ խոսքը իրան չի հայտնվել,
Դա ուրիշինն է։ Կարող է դու լսես այդ պահին, խոսքերի, ասենք, գեղեցիկ լինելը, լավ շարադրված լինելը, կարող է քեզ գերի, բայց դա քոնը չի, քոնը չի։ Ինչ որ ես եմ առնում իրա ձեռքից, ինձ է հայտնվում, ես եմ ուտում, ես եմ դրա վրա հաստատվում, դա իմն է։ Ամբողջ աշխարհն էլ որ կանգնի, ես կասեմ, ես գիտեմ ում ձեռքերից եմ առել դա։ Ես մարդուց չեմ առել, ում ձեռքերից եմ առել։ Ես գիտեմ։ Աստված օրհնի մեր բոլորին, սիրելի երիտասարդներ, որպեսզի մենք հաստատվենք։ Եվ մի տեղել եմ կարդալու Տիմոթեոսի թղթից, երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 12 և 13 խոսքերը։ Անոր համար այս շաչարանքներն կկրեմ, բայց ամոթ չեմ սեպել, իրա համար դա սովորական է, ինչի համար, վասնզի գիտեմ, թե որնու եմ հավատացել։ Կապ չունի որտեղ ես, ինչ նեղության, ինչ հալածանքի, ինչ զրկանքների մեջ ես վստահում եմ իրան իմ կյանք ամբողջությամբ։ Չեմ նայում նեղություններին, դժվարություններին, զրկանքներին, գիտեմ ում եմ հավատացել։ Այս այա Պողոս առաքյալը այդ հալածանքների, զրկանքների մեջ, այդ վերքերի մեջ, ահա ինչն էր պահում իրան, գիտեմ ում եմ հավատացել։ Տեսնում եք այդ հաստատությունը, թե չեք տեսնում, ես տեսնում եմ, ուներ հաստատություն, այո, և նա անխախտ էր, ու այդ փոթորիկները, որ գալիս էին, իրան չէին վնասում, սա անձնական հարց է, սիրելիներ, այս ուղղությամբ աղոթում ենք, այս խոսքերին հանդիպել ենք, կարող է իրար հանդիպենք, մենք մեր հոգևոր գիտելիքների, սիրելիներ ամբարը բացենք, իրար զարմացնելու ով իշքան խոսք գիտի անգիր, ինչ մտքեր կարող է արտահայտվել, քանի տարվա հոգևոր է, դա օգտակար բան չի, ինչի ես քեզ գովազդում, ինչի է հետաքրքրում, ով քանի տարվա է, ով է, ինչ գիտելիքի տեր է, ինձ այդ ընդհանրապես չի հետաքրքրում, իմ համար էլ չի հետաքրքրում, ես նայում եմ, երբ որ այդ ճանապարհը ես անցնեմ այդ դժվարությունների, որ ես կարողանամ ասեմ, գիտեմ ում եմ հավատացել, գիտեմ, մենք սրա մասին չենք խոսում, մենք որ հավատում ենք, այ գովազդում ենք մեր մասին, ինչի ես գովազդում քո մասին, բանիա քո հաստատության մասին խոսա, դրա մասին չենք խոսում, չէ սիրելիներ, մեր աչելու մասին, դրա մասին ամանչում ենք, վախում ենք, մեր պատերազմների, մեր պարտությունների, կրած վերքերի, երբ որ միտք կա գալիս մեր ծնկները դողում է, վախի չենք խոսում դրա մասին, շատ շուտ մեր գիտելիքներն ենք իրար ասում, նպատակը Տերն ատեղ բարձրանում, թե ես եմ բարձրանում, դու ես բարձրանում, ես եմ բարձրանում, Աստված օրհնի, սա շինություն է, սա շինարարություն է, սա կառույց է, սա հաստատություն է, որը յուրաքանչյուր հոգևորի անհրաժեշտ է և շարունակությունը, 13 խոսքը, ամուր բռներ, այն ողջամիտ խոսքերում օրինակը, որոնք ինձ մեր լսեցիր, հավատքով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Հաստատվել հավատքի մեջ նշանակումը, այն խոսքերը, որ ես կարդացել եմ, լսել եմ, Տերը ինձ փոխանցել է, ես սովորեմ դրանք ամուր բռնել։ Հիսուսը, որ անապատում էր, հայրը քանի հրեշտակ ուղարկեց որդուն օգնելու,
գոնե մի հրեշտակ ուղարկեց, ինչի չէր սիրում որդուն, սիրում էր, որովհետև Տեր Հիսուսը իր մեջ հաստատություն ուներ, իր մեջ խոսք ուներ, և այդ խոսքը ամուր նստած էր իր մեջ, և փորձող այդ տեղից պարտված թողեց հեռացավ, քաղցած էր, ծարավ էր, մարմնի մեջ էր, ինչը պահեց, այդ հաստատությունը չպահեց,